Բարև ձեզ Աջափնյակ համայնքի սիրելի հայրենակիցներ, երկար սպասել ենք ձեզ հետ այս հանդիպման համար եւ շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ այսօր ողջունել։ Վերջին անցնող տարիներին Աջափնյակ բառը կարծում եմ ամենաշատը, ամենահաճախը օգտագործվել է Աջափնյակ մետրո կայարան համատեքստում։ Տիգրան Ավինյան, վերջը ուր է մեր մետրոյի կայարանը։ Աջափնյակ համայնքի բնակիչները ամեն օր այդ հարցադրումը հավանաբար հնչեցնում են։ Բայց, սիրելի հայրենակիցներ, դուք օրինակ գիտեք, որ 1.8 միլիարդ դրամ ծախսվել է միայն նախագծի և ծավալաթերթի վրա։ Այսինքն կայարանը չկա, բայց 1.8 միլիարդ դրամ տրվել է նախագծի և ծավալաթերթի վրա։ Այսինքն քրեական գործ էլ կա հարուցված, կայարանը չկա, քրեական գործը կա, միլիարդները վատնված են, իսկ այդ միլիարդները հաստատ իրանց գրպանում չեն եղել, մեր բոլորի վճարած հարկերի արդյունքում է եղել։ Հիմա այն մարդիկ, ովքեր մեծ խոսում են խաղաղության խաչմերուկի, տրիպի, չգիտեմ ինչ մեծ պրոյեկտների մասին, մի կայարան 8 տարում չկարողացան կառուցել։ Այս տիպի իշխանության մասին ենք մենք հիմա խոսում։ Ճիշտ այնպես, ինչպես ակադեմիական քաղաքը, հավանաբար լսած կլինեք։ Մետրոյի, կայարանն Աջափնյակի եւ ակադեմիական քաղաքները կարելի է քույր քաղաքներ որակել։ Իսկ դուք գիտեք, որ օրինակ այդ նույն ակադեմիական քաղաքի մասով, քաղաքը չկա, ուզում եմ դա հիշեցնել, 159 միլիոն դրամ գումար տրամադրվել է իրազեկման աշխատանքների համար։ Մարդկանց իրազեկել են, որ պետք է նման քաղաք կառուցվի։ Հետո էլ զարմանում ենք, թե 8 միլիարդը ոնց է կուտակվել, 8 միլիարդը 8 տարում ոնց է ավելացել մեր պետական պարտքը։ Ոչ մի նոր բան չի կառուցվել, բայց պարգևավճար լինի, ակադեմիական քաղաքի իրազեկման աշխատանք լինի, մետրոյի կայարանի նախագծի ծավալաթերթի աշխատանքներ լինեն, այդպես գումարները, մեր բոլորի գումարները այդ տրամաբանությամբ էլ ուղղակի վատնվում են։ Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ մենք եւ մեր երեխաները դեռևս պետքա փակվենք այդ գումարը, իրանք չեն փակվելու, մենք ու մեր երեխեքը դեռ պետքա փակենք։ Բայց սրանք երևի այս իշխանությունների կատարած ամենափոքր հանցանքներն են։ Ցանկացած իշխանություն գնահատվում է իր արդյունքներով։ Իսկ արդյունքները հետևյալն են։ Մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը կար, Արցախը հիմա չկա։ Մինչև այս մարդկանց իշխանության գալը որևէ մեկը հայոց ցեղասպանության հարցը հարցականի տակ չէր դնում, նարատիվներ առաջ չէր տանում, թե բա մի հատ հասկանանք ոնց է տեղի ունեցել ցեղասպանությունը։ Մի հատ հասկանանք ովքեր են այն մարդիկ, ովքեր ցեղասպանության են ենթարկվել, որը փաստացի ուրացում է նշանակում մեր պատմության, ցեղասպանության իրողության։ Մինչև այս մարդկանց գալը Արարատը մեզ համար հպարտության աղբյուր էր եւ հիմա շարունակում է լինել հպարտության աղբյուր։ Այլ բան, որ իրենք հարցականի տակ են գնում, դնում, Արագածի հետ են հակադրության մեջ դնում։ Եվ մինչև այս մարդկանց գալը, հա, մոտ 30 տարի 8 միլիարդ էր պետական պարտքը, իսկ հիմա արդեն 15 միլիարդի մոտ է մեր պետական պարտքը։ Եվ հետևաբար հունիսի 7-ը ճիշտ այն օրն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետքա գնահատական տա այդ արդյունքների, այն ամբողջ ողբերգությանը, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Այս օրերին այն ծավալի ագրեսիան, որ իրականացվում է իշխանության կողմից, հասկանալի է, որտեղ ուրիշ բան չունեն առաջարկելու։ Բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները համբերատարությամբ լցվեն առաջիկա օրերին, որովհետև հիստերիաները միայն գնալով ավելանալու են, եւ ուղղակի գնան եւ իրենց վճռական արձագանքը տան այս իշխանությունների այս տարիների վարած քաղաքականության ու ողբերգություններին, որ իրենք բերել են մեզ բոլորիս։ Այստեղ մի տեսակ այսօր քննարկում այնպես գնաց, որ այս իշխանությունները պատասխանատվության են ենթարկվելու եւ բնականաբար չի կարող հայրենիքի հանձնումը անպատասխան մնալ եւ կարծես թե նարատիվներ գեներացվեցին, թե ինչ պայմաններում պետք է լինի Նիկոլ Փաշինյանը թմբուկը խփի, չխփի, հա, բայց հենց այդ պահը նստած ես փորձեցի վիզուալիզացնել ինչ պայմաններում պետք է Նիկոլ Փաշինյանը իր անազատությունը վայելի եւ ես օրինակ առաջարկեի հետեւյալ ձև լիներ։ Մի պատի վրա Արարատի նկարը լինի, մյուս պատի վրա մինչև իր իշխանության գալը Հայաստանն Արցախով միասնական քարտեզը լինի, մի պատի վրա իրենց կյանքը տված մեր հայրենակիցների ամբողջական ցանկը հերթով գրված լինի եւ
ամբողջությամբ ինքը կգիտակցի այն ամբողջ ողբերգությունների ծավալը, որ ինքը բերել է հայ ժողովրդին։ Սա ուղղակի այսպես պատկերացում է։ Այստեղ իրականում էլ ավելացնելու բան չունեմ, զգում եմ, որ բավականին շոքել է։ Ուղղակի ուզում եմ ձեզ բոլորին խնդրել, հնարավորինս շատ խոսել ձեր ընկերների հետ, հարազատների հետ, հարևանների հետ, ասել, որ իսկապես ճակատագրական բնույթի ընտրություններ են, եւ այստեղ որոշվում է, թե ինչպիսի դասագրքեր են գրվելու վաղը, որ վերջ տանք այս ուրացման քաղաքականությանը, ինչքան կարևոր է մեր անցյալի արժեքները պահելը, ամուր կանգնելը մեր ոտքի վրա եւ ապագան վստահ, անվտանգ, կայուն եւ մրցունակ պետություն կառուցելը։ Շնորհակալ եմ։